Նախ ողջունում եմ հարգելի լրագրողներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ, քանի որ մշտապես գտնվել եք մեր կողքին լուսաբանելով մեր ժողովրդի, այսպես ասեմ, խնդիրները, ժողովրդի դեմ առաջ քաշված խնդիրները։ Նախ Սերգո Մուրադյան, Պռոշյան համայնքի բնակիչ, մեր այսօրվա այս նպատակը հավաքվելու այն է, որ մենք ամսի 1-ին ունեցանք խնդիր Պռոշյան ավանում, տրանսպորտի հետ կախված, ներմարզային այս լուծումը ինչ առաջարկել էր կառավարությունը, մենք կանգնել էինք բազմաթիվ խնդիրների առջև եւ դուրս էին ուզում հանել 25 ամառի երթուղին։ Ուստի մեր պայքարը շարունակվեց, պայքարի ընթացքում ավտոբուսը պահպանվեց, դրանից հետո ամսի 1-ով հանկարծակի առանց որևիցե մեկին տեղյակ պահելու ժողովուրդը հանկարծակի եկավ եւ 25 ամառի երթուղին մենք ժողովուրդը, որ խնդրել էինք մեր տրանսպորտը պահպանվեր մինչեւ Պռոշյանի մուտքը գոնե կամարի մոտը, մեզ մերժում էին 300 մետր, 400 մետր այդ հեռավորությունը մերժում էին։ Ամսի 1-ով այդ 300-400 մետր հեռավորությամբ իջեցրեցին ավելի ներքև Վանահովի թաղամասի մոտ։ Ուստի ժողովրդի բորբոքվածությունը հասավ այն աստիճանի, որ մենք պետք է փակեինք կրկին ճանապարհ, այնուհետև երեկոյան ոստիկանությունից համապատասխան մարմինները զանգահարեցին եւ տեղեկացրեցին, որ առավոտյան ձեզ կընդունի փոխոստիկանապետ Հակոբյանը։ Եվ ես ժողովրդին խնդրեցի, որպեսզի ակցիան դադարեցնենք, քանի որ ես պետք է հանդիպեմ փոխոստիկանապետի հետ եւ լուծումներ են առաջարկելու ի օգուտ ժողովրդի։ Եվ այնուամենայնիվ հաջորդ օրը երբ հանդիպեցինք փոխոստիկանապետ Հակոբյանի հետ, ես նախ շնորհակալ եմ պարոն Հակոբյանին, քանի որ նա դրական լուծում տվեց մեզ եւ մեր տրանսպորտը եկավ հասավ Պռոշյանի մուտք։ Բայց հետևյալումն է խոսքը, մենք ոչ թե դժգոհում ենք այս ամեն ինչից, ուղղակի հարգելի լրագրողներ, իլուր Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր մարմիններին ուզում եմ ես կոչս հնչեցնել հետևյալում։ Լուրեր են շրջանառվում, որ մուլտիտրանս ընկերությունը ցանկանում է խոչընդոտել 25 ամառի երթուղուն, որովհետև երևի գիծը ուզում է ամբողջովին իրենով անել, բայց գիտեք ինչ, Պռոշյան ավանը բազմաթիվ բնակչություն ունի, 7000-ից ավել բնակչություն ունեցող եւ աճող, այսպես ասեմ, գյուղ է, ավան է, ինքը չի կարող մենակ իր 277 տրանսպորտով ապահովել։ Ուղղակի այսօր ես եւ ընկեր Պետրոսյանը ներկայ ենք այստեղ նրա համար, մեր հորդորն ենք եւ պահանջն ենք ուղում հղել մուլտիտրանս ընկերության ներկայացուցիչներին, որ հեռու մնացեք նման բոյկոտներից։ Այլապես ձեր տրանսպորտը թույլ չի տա պռոշյանցին, որ ներս մտնի Պռոշյան։ Աշխատեք, պռոշյանցին դեմ չի, ձեր 277-ից օգտվում է ամբողջ գյուղը։ Թե օգտվող միայն իրենք գալիս է դրան, հարգելիներս, գալիս է դրան, գիտեք ինչ, մեր Պռոշյան համայնքը կրկնում են, բնակիչները դեմ չեն 277 տրանսպորտի գյուղ մտնելուն, բայց երբ նրանք շարունակեն մեր այս հորդորներով իրենց վախերը արթնացնեն 25 ամառի երթուղու հետ կախված, համոզված եղեք, գյուղը կրկին ավելի մեծ բուրըն ոտքի կկանգնի եւ կարգելի մուտքը 277 տրանսպորտի։ Պարոն Մուրադյան, լուրեր են շրջանառվում, գիտեք ինչ, դա չեմ կարող այս պահին, գիտեք ինչ որ ես տվյալ չունեմ կոնկրետ ինչ որ
գիտեք ինչ, հարգելիներս, բոլորս գիտենք, եթե նման լուրերը կա, հենց այնպես լուրերը չեն լինում։ Սպառնում են, պարոն Մուրադյան։ Սպառնում են, վարորդներին զանգարում են, հեռախոսներ են փոխանցում, հեռու մնացեք, գիտեք ինչ։ Ես ուղղակի այժմ հարգելի մուլտիտրանս կրկին անգամ Պրոշյան համայնքի բնակիչների անունից հորդորում եւ խնդրած կլինենք մենք նաեւ ձեզ։ Աշխատեք, ձեզ ոչ մեկ չի խոչընդոտում։ Եկեք Պրոշյան համայնք, վայելեք հարգանք, այլ ոչ թե ձեր կոպտություններով ցանկանաք ինչ որ առաջ անցնել։ Չի լինի նման բան։ Պրոշյանցին երբեք թույլ չի տա։ Բայց երբ հանդիպեցիք փոխոստիկանապետին, այդ ձեր տավախությունը։ Փոխոստիկանապետին, այո, բոլորին տեղյակ պահված է այդ ամենը, փոխոստիկանապետը մեզ վստահեցրել է եւ ասել է, որ 25 ամարի ավտոբուսը ձեր ցանկացած ժողովրդի պահանջով հասնում է մուտք։ Դուք ուրիշ բողոք ունեք, ասենք ոչ։ Միայն չխոչընդոտեն մեզ, չխոչընդոտեք 25 ամարի երթուղուն, որպեսզի նորմալ գործի 25 ամարը։ Պարոն Մուրադյան։ Այո, գալիս է, նորմալ մուտք է գործում, ուղղակի ես ձեզ ասեմ, 25 ամարի երթուղու հետ կախված 25 ամարը, երբ որ վերել էինք երթուղին կանգնեցրել էինք կամարի տակը, չի մտե գյուղ, ընդամենը կամարի տակ, ճանապարհի վրա։ Այնտեղ Քասախի բնակիչներից եղել էին նկարահանումներ, նկարը ցանցով տարածել էին եւ բոյկոտ էին ուզում իրականացնել, ասելով, որ Պրոշյանի հարցը լուծվել է, մերն էլ պետք է լուծվի նմանատիպ բողոքներով, բայց այնինչ մեր մուտքը սկսում է հենց կամարի մոտից, Քասախի մուտքը սկսում է ներքևից, բան չունեմ ասելու, հարգելի լրագրողներ, ես այսօր նայեք, ինչքան է մեր մուտքի մոտ է հասել, բայց Պրոշյան համայնքի բնակչությունը, ներքևի բնակչությունը մոտ կիլոմետր ու կեսից ավել ճանապարհ ոտքով անցնում է, որ հասնի 25 համարին։ Դա շատ բարդությունների է առաջ քաշում։ Նույնը քասախցիներին է, որ իրենք այդ դիքը բարձանալն են իրենց համար խոչընդոտ, բայց մենք երբեք իմ ու քոն չենք արել։ Մի քիչ տգեղ է ստացվում այս ամենը, Քասախի հետ կախված այսօր իրենք նույնպես պետք է բոյկոտ անեին, բայց դա չեղավ։ Ինչու չկայացավ, պարոն Մուրադյան։ Այսօր մարզպետի հետ իմ իմանալով մարզպետի հետ հանդիպում է կայացվել, երեկոյան իմ իմացած տվյալներով մուլտիտրանսը հայտարարություն է տարածել, որ գյուղի բնակչությանը անվճար կիչացնի շոշի տակից անվճար կբարձրացնի դեպի Քասախի մեջ։ Դրա համար գյուղացիները մի քիչ ոնց որ ոտները կախեն գցե, բայց պետք է հանդիպեն այսօր մարզպետի էլի ինչ որ պատկան մարմինների հետ, որպեսզի գրավոր պատասխան ստանան։ Նորից բարև ձեզ։ Մենք ուզում ենք ասել, որ եթե այսօր 25 համարի երթուղին հասնում է Պրոշյանի մուտքի մոտ, դա անհրաժեշտ նվազագույնն էր, որ կարող էր անել իշխանությունը, կառավարությունը Պրոշյան համայնքի բնակիչների համար, որովհետև դա անհրաժեշտ է, բայց բավարար չէ իհարկե, որովհետև Պրոշյանը ի տարբերություն Քասախի ընդհարցակվում է դաշտերի տեղանքում եւ սիրով կարող ենք լրագրողներին հրավիրել Պրոշյան, որ տեսնեն ինչքան է ընդհարցակվել Պրոշյանը դեպի Եղվարդի դաշտեր, դեպի Աշտարակի կողմը, կամ ներքևում Զվարթնոց ու Երևանի տարածք, բայց ոչինչ բնակավայր չկա այդ տարածքում։ Մինչդեռ Քասախն էլ ընդհարցակվել է իհարկե, բայց մի կողմի սահմանակից է Հույսի Ավանին, մյուս կողմի սահմանակից է Դավիթ Հաշեմին եւ նրանց հնարավորությունները շատ ավելի են, քան Պրոշյանինը, բայց իհարկե մենք Քասախի բնակիչներին մաղթում ենք հաջողություն եւ ես ողջունում եմ իրենց այն քայլը, որ ցանկանում են իրենց իրավունքները պաշտպանել, բայց պրոշյանցիները անկախ ամեն ինչից համոզված եղեք, որ իրենց իրավունքների տերը կլինեն եւ եթե անհրաժեշտություն լինի կպայքարեն, որովհետեւ ես ասում եմ իհարկե բողոքներ ունեն Պրոշյանի ներքևի թաղամասի բնակիչները, որոնց համար բավականին դժվար է հասնել առաջին կանգառ, բայց մենք ինչ ասեմ ներսում համայնքում որոշել ենք, որ ինչքան հնարավոր է պրոշյանցիներն իրար օգնեն ներքևի բնակիչներին, նույնիսկ անձնական մեքենաներով վերև բարձրացնում, որպեսզի կարողանան 25 համարի երթուղուց օգտվել, որովհետև 25 համարը շատ հարմար է,
հասնում է մինչև Ազատության պողոտահաղթանակի զբոսայգի եւ մարդիկ արդեն վարժվել ու սովորել են այդ երթուղուն եւ իրենց աշխատանքը, ուսումը, դպրոցները հարմարեցրել են հենց այդ երթուղուն։ Հիմա ասում եք նորմալ գործում է, բայց մենք անկեղծ չենք հասկանում ձեր բանը։ Հիմա մեր պահանջն այն է, որ 277 համարի կամերաներից հելակ էլի դուք Առաջ գնա, առաջ։ 277 համարը կարծես թե անհանգստացնում է ժողովրդին, որովհետև արդեն մի քանիսը դիմել են եւ ոմանք 277 համարի երթուղու վարորդներից ոմանք ասում են չմտածեք, որ սա վերջնական որոշում է։ Միևնույնն է, այդ երթուղում մնալու է միայն 277 համարը, 25 համարը ուշ թե շուտ ուղևորներին են ասել, ուշ թե շուտ դուրս է գալու երթուղուց եւ սա ընդհանրապես ժամանակավոր որոշում է, որպեսզի ասենք հանգստացնեն պրոշյանցիներին, ասում եմ ուղղակի, որ ասում են օդից կախված լուրերի համաձայն, ես ասում եմ ուղևորներից, ծանոթներից, ակցիայի մասնակիցներից մեկը ինձ զանգահարեց եւ ասաց վարորդի հետ հատուկ ես բանավիճել եմ, ասելով, որ եթե հանկարծ 277-ը ինձ հարմար է այս պահին, բայց մեր ընտանիքի մյուս անդամները 25 համարից է, այո, մտահոգություններ կան, այո, մտահոգությունները 277-ի հետ է կապված, որ ասենք իրենք ամեն կերպ ձգտում են պահել իրենց երթուղին, մենք ոչ մի բան, ասենք, չունենք իրենց դեմ, կոնկրետ ես եւ պրոշյանցիները, բայց եթե օրինակ իրենք երկարացնեն իրենց գծերը, հա, օրինակ հասնեն Ազատության պողոտա կամ Երևանի այլ կենտրոնական մասեր, եւ մուլտիտրանսը շարունակի սպասարկել Երևանի քաղաքապետարանը։ Գիտեք, բոլոր դեպքերում 277-ը մտել է երթուղի եւ թող աշխատի, բայց մենք չենք կարող 277-ի հնարավորությունները համեմատել 25 համար ավտոբուսի հնարավորությունների հետ, որտեղ ավտոբուսները 277-ը մտել է, երևի ամիս ու կես է մտել է եւ որոշակի խախտումներով է երթուղի մտել, նախ մրցույթին չի մասնակցելիս պրոշյան հասակ երթուղաները, համայնքները չեն եղել, դրանք պիտի շարունակեին դրանք սպասարկել, ասենք Երևան քաղաքի տրանսպորտային միջոցները, հետո չգիտես ինչպես հայտնվել են եւ այլն, դրանց հիմա անդրադառնալ չենք ուզում, ուղղակի հորդորում ենք, որ իրենք չհաբեկեն, շանտաժի չընթարկեն 25 համարի վարորդներին, որովհետեւ պրոշյանցիներին համար 25 համարը անհրաժեշտություն է եւ պրոշյանցիները եթե ընտրություն թողնեն պրոշյանցիներին, ձեզ ասեմ, որ պրոշյանցիները հաստատ ընտրելու են 25 համարը, եթե հանկարծ 277-ի վարորդները կամ չգիտեմ նրանց ներկայացուցիչները շարունակեն շանտաժի ենթարկել, ահաբեկել վարորդներին 25 համարի այստեղ հասել, որից եք օգտվել։ Ճիշտ ասած, ես եթե օգտվում եմ մինչև հիմա 277 համարի երթուղուց չեմ օգտվել եւ 25 համարի հնարավորությունները երբեք համեմատելի չեն 277-ի հնարավորությունների հետ եւ եթե պրոշյանցիներին հնարավորություն լինի ընտրելու, հաստատ ընտրելու են 25 համարը եւ եթե շարունակվեց, ուղղակի պրոշյանցիները կհավաքվեն եւ թույլ չեն տա 277-ը մտնել Պետրոսյան Մարիամ Պրոշյան համայնքի վրացիուհի։ Ես ճիշտ ասած չեմ ուզում դրան որոշակի որակումներ տալ, ուղղակի եթե նույնիսկ իրենք մտածում են, որ բավական չէ, չեն ուզում կիսել շահույթը 25 համարի հետ, ես ուղղակի հորդորում եմ, դիմում եմ, որ այդպիսի քայլ չանեն։ Ես չեմ ուզում մեղադրել, որտեղ ես ասում ստույգ փաստարկված, ոչ ձայնագրություն կա, ոչ տեսանյութ կա, որ ասես, գիտեք, այսպես դեպք է պատահել, հիմա դրա համար եք անում, զուտ խոսակցությունների մակարդակի բաներ, ուղղակի հորդորում ենք չլինի այնպես, որ պրոշյանցիները ոտքի կանեն, պրոշյանցիները հետևողական մարդիկ են, ես ասում եմ պրոշյանում տարբեր տեղերից հավաքված մարդիկ են եւ դա շատ ավելի վտանգավոր է, մեկը սկզբունքայիր է, մեկը հետևողական է, մեկը չգիտեմ պայքարող է, հիմա արցախցիներն էլ եկել են այդ իրենց աննկուն կամքով, որ ասեն լսեք Այս ավտոբուսն էլ երկեր խլեցիք մեր ձեռքից, բավական չէ, հիմա այլ ավտոբուսն եք ուզում տանել, հազիվ հարմարվել ենք, գիտեք, տհաճ բաներ կլինեն, ուղղակի հորդորում ենք, որպեսզի ձեր ձայնը լսելի լինի ձայնը եւ ասեն,
որ 277-ը առնվազն պրոշյան կմտնի այն դեպքում, երբ 25 համարն էլ աշխատի։ Եթե իրենք ու ինչ որ վտանգ ներկայացնեն 25 համարի համար, պրոշյանցիները ոտքի կկանգնեն եւ կասեն 277-ը չպետք է գա, 25 համարը պիտի գա պրոշյան եւ պիտի Դուք մի քանի ապահովի կանգնել եք։ Այո, նորից կկանգնենք, ինչի մասին է խոսքը։ Լավ, փակեցիք ճանապարհը, եկան բասեցին, նորից եկան։ Ես ձեզ մի բան ասեմ, մանա ձեզ հետ համամիտ եմ շատ հարցերում, բայց մարդկանց մեր երկիրը ասում են ժողովրդավարական երկիր է, ժողովրդավարության բաստիոն է, ժողովրդավարությունը նշանակում է, որ ժողովուրդն է այստեղ երկրի տերը։ Եթե ժողովուրդն է երկրի տերը, իր իշխանություններին ընտրել է, ով ընտրել է իր գործն է, հիմա թող եզրակացություն անեն, ճիշտ են ընտրել թե ոչ չեմ ընտրել ես։ Ես ընդդիմություն եմ ընտրել, որովհետև մտածել եմ, տեսա ես հեղափոխության թափը ինչքանով էր այն ժամանակ դեռ չէի հասկանում, ինչքանով է դա ինքնաբուխ, ինչքանով ոչ, բայց ես այդ պահին հենց գլխի ընկա 18 թվին նույնիսկ ես ինքս մասնակցել եմ ակցիաներին, որտեղ խելամիտ բողոք կա, ես պատրաստ եմ մասնակցել եւ մասնակցում եմ։ Ես այն ժամանակ գլխի ընկա, որ շատ ձայներ կհավաքի եւ կարող են կառավարելի դառնալ, ընտրել եմ ընդդիմությանը, մտածելով, որ պետք է հավասարակշռել այս ալիքը։ Իսկ ընդդիմությունը քայլեր ձեռնարկել է ձեր հարցին լուծում տալու համար, բացի այն, որ դուք հիմա ձեր բողոքն եք ներկայացնում։ Հիմա ճիշտ ասած այս պահին ամեն ինչ իշխանության ձեռքում է եւ քանի որ մեծամասնությունը վստահել է այս կառավարությանը, հույս ունեմ, որ կառավարությունը այս հարցերը կլուծի խելամիտ շրջանակներում, իր լիազորությունների շրջանակներում։ Ինձ թվում է այստեղ ընդդիմությունը քիչ բան ունի անելու, ինչ պիտի անի ընդդիմությունը գա մեզ հետ բողոքի, պրոշյանցիները բավականին շատ են, որ կարողանան իրենց հարցերը լուծել։ Ես կարծում եմ, որ խելամիտ կլինի ժողովրդի ձայնին ունկնդիր լինել, լսել ժողովրդին, որովհետև այս անկայուն պայմաններում Եթե մարդիկ մեծ քանակով մի ժամանակ մեր ակցիայի մասնակիցները այդքան շատ չէին, բայց եթե 25 համարը չլինի, մենք բողոքում ենք 25 համարից օգտվողները նստում էին 25 համար մյուս ճանապարհով գնում էին, բայց եթե հանկարծ 25 համարի երթուղին չգործեց, այդքան մարդիկ, որ լցվեցին փողոց, թող վախենան էլի դրանից, ինչ ասեմ։